Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Երգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք Մուշի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը խոհարար ֆուդբլոգեր Արման Սումբատյանն է։ Ողջույն Արման։ Ողջույն Վահե ջան։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ եմ։ Արման ջան, այս հաղորդաշարը նախատեսված է եւ միտված է արմատների հետքերով քայլելու համար, եւ մենք այսօր քայլելու ենք քո արմատների հետքերով։ Ուր են տանում քո արմատները։ Գնացինք։ Իմ արմատները երկու կողմից Գեղարքունիքի մարզից եմ։ Ահա։ Հերոց չեն գնացել մաման պապան։ Չէ, հերոց չեն գնացել, հա։ Ընտրության հարցով էլի։ Ու շատ ուրախ եմ այդ հարցով, որ հենց այդպես է ստացվել, որտեղ կարծում եմ բաներ կա, որ հենց այդ պատճառով է, որ ներսումս հենց այս ձևի է։ Բնավորություններ, սովորություններ։ Իսկ եթե ավելի հետ գնանք, մշից են։ Մեր ժողովուրդը գաղթել են մշից, Արևմտյան Հայաստանից ու եւ հայրական եւ մորական կողմը մշեցիները։ Գեղարքունիքի մարզի բնակիչների հիմնականում մեծամասնությունը այնտեղից են։ Ու ինչի համար էլի ուրախ եմ, որտեվ բացի համով բաղադրատոմսերը, որ այսօր կփորձենք դրանցից մեկը իրար հետ պատրաստել, մարկային արժեքներ կա, որ տիպիկ բնորոշ են հենց այդ տարածաշրջանի ժողովրդին, դրա համար էլ շատ ուրախ եմ։ Ես քեզ հասկանում եմ։ Ես արմատներով սասունցի եմ, իսկ մի կողմս մշեցի է, տատական կողմը, այնպես որ իմ մոտ այդպես երկու համադրություն է ստացվել, լիովին քեզ կհասկանամ այն ինչ որ դու ասում ես։ Այսօր պատրաստելու ենք ոչ միայն քո մանկության ճաշը, այլ նաև իմ մանկության ճաշը, որովհետև երբ որ բաղադրատոմսը հարցրեցի քեզ ու ասեցի ինչ ենք պատրաստելու, ասեցի տավարի միս, կարտոֆիլ, սոուս, սենց ասում մի րոպե, այս ճաշն է, մենք ենք սարքում։ Այո, մշեցիները բոլոր տեղերում մշեցիների այս հետաքրքիր ճաշերից մեկն է, որ միշտ պատրաստում են, այնպես որ այսօր պատրաստելու ենք երկուսիս մանկության համը։ Իհարկե մենք կհասցնենք նաև զրուցել քո մանկության համերից, որոնք որ բնորոշ են եւ դու շատ ես սիրում, արի բաղադրատոմսը ներկայացնենք, հետո նոր կշարունակենք մնացածը։ Մեծ բաղադրատոմսի համար անհրաժեշտ է յուղոտ տավարի միս, մենք նախապես խաշել ենք, որովհետև դե եթերային պայմաններում է պետք է մի փոքր արագ եփել դա։ Իսկ ընդհանրապես հենց միսը ոչ խաշված տարբերակում ամբողջի հետ պատրաստում են։ Եվ այդտեղ կա յուրահատկություն, որովհետև արգանակի այդ ամբողջ համային այսպես կոնսիստենցիան խառնվում է ամբողջ ճաշին, հա։ Չնայած ես այսօր արգանակը եւս բերել եմ, այսինքն մեզ դրա համար անհրաժեշտ է խաշած տավարի միս, բայց յուղոտ պետք է լինի։ Ունենք այստեղ արգանակ, կարտոֆիլ, երկու պղպեղներ, քաղցր իհարկե, կարմիր եւ կանաչ, գլուխսող, համեմ, 4 ռեհան ունենք այստեղ, ունենք ցիտրոն, երկու համեմունք որպես այդպեսին օգտագործում ենք կարմիր պղպեղ, աղացած եւ սև պղպեղ, ունենք կարակ, որտեղ մշեցիները առանց յուղի եւ կարակի ճաշ չունեն։ Ու դրա համար եմ ես շատ ուրախ։ Այո։ Այստեղ ունենք նաև տոմատի մածուկ, ջուր սովորական, որը որ ավելացնելու ենք արգանակի հետ միասին, եւ կիտրոն, որտեղից կիտրոնը, օ աստվածներ։ Այս մասին խոսենք ընդմիջումից հետո ինձ թվում է։ Մենք վերադարձանք, Արման ջան, մենք ընդհատեցինք, երբ որ խոսում ենք կիտրոնի մասին։ Որտեղից կիտրոնը։ Թույլ տուր ես ասեմ։ Ուրեմն երբ որ բաղադրատոմսը պետքա ներկայացնեի քեզ, հենց քեզնից քո հետ խոսալուց ամենաշապես առաջ զանգել էի վերևներ ճշտելու բաղադրատոմսը իր բոլոր մանրամասներով ու այդ շտապ պահին բաղադրատոմսի բաղադրիչներից մեկը, երբ որ ինձ ասում էին ու ասեցին ցիտրոն, ես ցիտրոնը լսել եմ կիտրոն։ Հա? Ես զարմացել եի անկեղծ։ Իրականում ես քեզ հեռախոսով ասում էի, որ ինչա պետք բաղադրիչներից ու ասում եմ կիտրոն ու դու հարցրիր ինձ, ասացիր կիտրոն, ասացի հա մատուցելուց է դրվելու երևի ու ինձ եմ ասում երևի, ես ինձ եմ համոզում, որ ամեն դեպքում կիտրոն պետք է։ Մի կիտրոնի պատմություն։ Այո, բայց ես առաջարկում եմ որպես ժամանակակից իմպրովիզացիա վերջում փորձել նաև կիտրոնով։ Կարող է լինել, ինչու ոչ։ Իհարկե ես զարմացել էի, որովհետև երբևիցե կիտրոնով ես ճաշը չեմ կերել։ Հա, ես եմ։ Ասի կարողա դե հիմա տատիկը այդպես է պատրաստում, որովհետև նյուանսային հարցեր կա, որոնք տատիկները ժամանակի ընթացքում ավելացնում են ամեն դեպքում։ Ես առաջարկում եմ սոխը կտրեմ, ինձ թվում է կարտոֆիլը քեզ կամ պղպեղները, հա, երեք պղպեղները դու կտրես, ես սոխ անեմ սոխարացի հետ միասին։ Եթե սոխը ինչ որ ուրիշ հաղորդումների մասով էլի այդ լացելու պահն է, արի այսօր ես վերցնեմ դրա։ Լավ, արի դու հուզվես։ Okay։
Երկու հատ թե մի հատ ինձ թվում է երկուս։ Այս բաղադրատոմսի ու այս ճաշատեսակի նրբություններից մեկը նաև սոխի առատությունն է։ Բարի։ Ուրեմն Արման ջան, անցնենք հիմա քո մանկության համերին, հա։ Քանի որ դու Գավառում ես ծնվել։ Չէ, ես Երևանում ես ծնվել, արմատներդ են Գավառից։ Մայրիկը եւ հայրիկն են այնտեղ ծնվել։ Հետևաբար ձեր հիմնականում ընտանեկան խոհանոցը պետք է որ լինի Գավառին բնորոշ, այսինքն Գեղարքունիքի մարզին բնորոշ ճաշատեսակներ։ Այ որն է քո մանկության համը, որը որ միջև օրս այդպես երանությամբ սպասում ես, երբ պետք է օրինակ մայրիկը կամ տատիկը պատրաստի ու դու ճաշակես։ Մինչև իմ մանկության համից խոսելը, քանի որ սոխ եմ կտրատում, պետքա խոսամ տատիկիս մանկության համից, որտեվ ես իրենից հարցրել եմ, ճշտել եմ իրենից ու իր մանկության համը ուղիղ կապ ունի սոխառածի հետ, տապակած սոխի հետ։ Ինքը սիրել է, երբ որ մտել է տուն ու այդ հոտը եկել է տանից ու ինքը կարար ոչ մի բան չուտել, ուղղակի խնդրեր, որ իր մաման կամ իր տատիկը, հա, սոխառացարկի ու ինքը հացով կերել է։ Իմ համար այս շատ տպավորիչ ա եղել ու ըստ երևույթի եւ խոհարարի այս sense ջիղը հենց այդտեղից էլ երևացել է, որ հոտերի հանդեպ հասկացողություն ա ունեցել, սեր ա ունեցել, sense առանձնահատուկ, որտեվ ամեն երեխա չի սիրում էլի, հատկապես սոխառածի հոտը, այո։ Տատիկս էլ է խոհարար, ես էլ վերջում եմ, շատ վերջերս եմ իմացել, մասին եք խոսամ։ Իսկ իմ մանկության համ որպես ուղիղ կասեմ ու համարձակ ասեմ, որ մեկը հենց այս ճաշատեսակն է, արդեն հորական տատիկս է պատրաստել ու նրբություններից մեկը էլի հոտը մանկության ու համը առնելու, գիտես ինչն է։ Ինչ է։ Չորացրած ռեհանը ավելացնելը ինքը կոնկրետ ժամանակ ունի։ Երբ որ գիտենք, որ վերջում է, բայց մեր տատերը, մեր մամաները մի բան իմացել են կամ մի բան գիտեին, որ տենց էին անում։ Իրանք ռեհանը ավելացնում էին սոխռածի հենց ժամանակ։ Որտեվ այդ ժամանակ, երբ որ բանջարեղենը արդեն իր եթերայուղերը տալիս է ու ռեհանը ավելացնում ես տաք ծիթայյուղի կամ կարագի հետ, ինքը, հա, ըստ երևույթի իրանք միտումնավոր են դա արել, որ ամբողջ տանեցիներին գրավեն խոհանոցի կողմ։ Նախապատրաստել են ինձ թվում է ճաշը ուտելուն։ Առաջի որպես մանկության համ ու մանկության հոտ սա է եղել ու երկրորդը չեմ կարա չհիշատակեմ լուսահոգի տատիկիս պատրաստած ինքը կեպչուկ էր ասում։ Ես այտենց էլ սիրում եմ։ Ինչու, այսինքն տոմատի նույն կետչուպի մասն է խոսքը։ Հա, ինքը շատ հետաքրքիր process-ով էր պատրաստում ու այս վերջում ծնողներս ինձ ոնց որ չթաքցրեցին կամ երևի էլ չուզեցին թաքցնել, որ ինքը ավելի շատ այդ սարքում էր մեծ sense ոնց որ ողջևվածությունով իմանալով ես ինչքան եմ սիրում։ Թող ինձ ոնց որ ներեն իմ քույր եղբայրները, իրանք շատ լավ մարդիկ են, մենք 5 երեխա ենք։ Օ, հետաքրքիր է։ Բայց տատիկը այդ մասով չգիտեմ, ինչի, ինչ որ միշտ էփելա կետչուպը քո։ Հա, ինչ որ այտենց էր վերնագրում ինքը, էլի, ու պատիվ ունեմ։ Այս քույրեր եւ եղբայրներ մի լսեք։ Հա, իրանք գիտեն, իրանք կռիվ ընկնի։ Ես կարայի հացով ուտեի, ու այդ համը իմ մոտ չի կորում։ Հետաքրքիր է։ Իսկ մայրիկը այս բանին պատրաստում է նույն կետչուպից։ Պատրաստում է, բայց տատիկի պատրաստածը ոնց որ ասում են։ Այո, դե միանշանակ տատիկների պատրաստածը ինձ թվում է ոչ մի բանի հետ համեմատելի չէ։ Ես այստեղ Արման ջան, կարագն եմ հալում, այսպես ասեմ։ Դե նախկինում հիմնականում սա յուղով են պատրաստել, բայց դե մենք օգտագործում ենք այսօր կարագ, քանի որ գյուղական մաքուր անարատ յուղ գտնելը շատ դժվար է։ Հետևաբար, որպեսզի զերծ մնանք այդ համային ոչ հետաքրքիր բույրերից, հա, մենք օգտագործում ենք ավելի շատ կարագ այս պահին։ Եվ ինչ ենք ավելանում, սոխն ենք ավելացնելու։ Առաջինը տապակում ենք սոխը։ Հեսա մի փոքր կարագը հալվի։ Մինչև կարագը հալվի, ասեմ, որ ես այդ տնական համերի, հա, այդ թեկուզ եւ մի քիչ սպეციფიկ համերի սովոր ես։ Ոչ միայն սովոր եմ, կասեմ, որ կողմնակից եմ, որովհետեւ այն ճանապարհով, որ ես տեսել եմ, որ պատրաստում են, ոնց որ երկու ճանապարհներ տեսել եմ, հա, որ կարան օրինակ, հա, այս նույն կարագը կամ յուղը պատրաստեն ու դրանից ինչ որ սպეციფიկ համ կամ հոտ գա ու կարա լինի նաև խիստ ուղիղ հակառակը, որ շատ մաքուր ու այդ մաքուրն եմ տեսել ու այդ մաքուրը ոնց որ իմեջ տպավորվել, այսինքն հնարավոր է, հա, այդ տնական պայմաններում ստանալ ինչ որ կաթնամթերքային, հա,
ուտելիք ու չունենա ինչ որ սպეციფიկ համ կամ տհաճ հող։ Ես դա լավ հասկանում եմ, որովհետև ես գյուղում եմ մեծացել ու տարբեր մարդկանց պատրաստածը տարբեր սպეციფიկ բնույթ ունի։ Իհարկե դա կապված է մաքրությունից, դա կապված է պատրաստման գործընթացից, անգամ ժամանակահատվածն է այստեղ կարևոր, հա, քանի րոպե են եռացնում, ոնց են մաքրում, ինչ են անում։ Հետեւաբար ես քեզ լավ հասկանում եմ, թե ինչի մասն է խոսքը գնում։ Մենք այստեղ կտապակենք իհարկե սոխը։ Ես ճիշտ եմ արել, որ մի քիչ մեծոտ եմ կտրել սա, հա։ Ամեն ինչն է խոշոր։ Ուզում ես դու կարտոֆիլը արդեն կարող ես բան սկսել կտրատել։ Ու Արման ջան, հիմա անցնենք քո մասնագիտական դաշտին, հա։ Ինչպես ընտրեցիր խոհարարությունը, չնայած որ հուշեցիր ինձ, որ այդ մասնագիտական, այսինքն խոհարարության հետ հանդեպ սերը գալիս է ավելի շատ տատիկից։ Արմատներով գալը խոհարարության իմ համար բացահայտումներից մեկն էր նաև որ իմ կողմնորոշումը օգնեց որ բացահայտվի, որտեղ տատիկը իմ պատրաստելու ժամանակը ասե, որ գիտես, ես էլ եմ խոհարարությամբ աշխատել այդ մասնագիտությամբ ու շեֆ խոհարարի օգնական ա եղել, ինչը Գեղարքունիքի մարզում? Չէ, արդեն Երևանում, երբ որ տեղափոխվել են Երևան։ Հետո այդ հետքերով գնալով հասկացա, որ այդ գենը մենակ ինձ չի փոխանցվել, մորեղբայրս քեռիս իդեպ մեզ շատ են նմանացնում, նաև արտաքնապես, բայց ես նաև ներսով եմ մեզ նմանացնում, ինքն էլ է պատրաստում ու բայց մասնագիտությամբ խոհարար չի։ Չէ, մասնագիտությամբ խոհարար չի ու ինչ որ ժամանակ ես մտածում եմ, որ խոհարարությունը էդի շատ մասնագիտության հետ կապ չունեցող բան է, այլ ավելի շատ ներսի հետո համարձակությունն է պետք գիտես, ուրիշ բան է, երբ որ դու Ես գիտեմ, ես խոհարար չեմ։ Ես երկու մասնագիտություն ունեմ, որոնք կապ չունեն խոհարարության հետ։ Լուրջ։ Այո, ես խոհարար չեմ։ Ես առաջին մասնագիտությամբ դիզայներ եմ, երկրորդ մասնագիտությամբ ազգագրագետ հայկական տարազի գծով, բայց քանի որ ազգագրության մի բլոկ կա, որտեղ ուսումնասիրում է խոհանոցը, հատկապես էթնիկ բնույթի խոհանոցների մասն է խոսքը, իմ մոտ սերը ի սկզբանե եղել է որպես հոբի պատրաստել, ես էլ այդպես մարդիկ օրինակ հոգնում են, չէ, պատրաստելուց, ես հանգստանում եմ պատրաստելուց, իմ մոտ այդ process-ն է։ Այնպես որ ես խոհարարության հետ ընդհանրապես կապ չունեմ։ Ուրեմն քոնը կրկնակի համարձակություն է։ Այո։ Եթե դու խոհարարության հետ կապ չունես, բայց ներսում ես գովելի է։ Հատկապես երբ որ խմորների հետ եմ գործ ունենում, միշտ հարցնում են ոնց ես ռիսկ անում համարձակություն անում խմորներ պատրաստել, որովհետև իրականում խմորները ոչ միշտ է որ ստացվում է։ Ինչպես ասում են թու այսքան ժամանակ չի ստացվել, որ ինչ որ բան չստացվի ինձ մոտ։ Ես վստահ եմ Վահե ջան, առանց թութուի էլ վստահ եմ, որ եթե դու այդ համարձակությունը ունես ու քո նպատակը մարդուն համեղը մատուցելն է, վստահ եմ, որ շարունակելու է ստացվել քո մոտ։ Հա, մեկ էլ մի փոքր սեր պետք է ունենալ այս ամեն ինչի նկատմամբ, որտեղ առանց սիրո ամեն օր դու չես կարող բան պատրաստել, հա։ Միշտ լսում ենք, չէ՞, մայրիկները ասում են, այսօր ինչ պատրաստենք։ Միշտ դե իրականում ձանձրալի process է ամեն օր բան պատրաստել, բայց երբ որ դրա մեջ տեսնում ես ավելի ուրիշ, այսպես զգայական դաշտ ես դնում, ավելի հետաքրքիր ինչ որ սեր ես դնում դրա մեջ, ավելի նրբանում է այդ գործընթաց, ավելի հետաքրքիր է դառնում։ Այնպես որ պետք է սիրել այն ինչ որ անում ես ու ամեն ինչ կստացվի։ Ես այստեղ սոխը տապակեցի, ոսկեգույն եմ արդեն ստացել, ինձ թվում է ավելացնեմ մնացած համեմունքները։ Արի փորձենք այն ինչ որ մեր մեծերը արել են, արի ռեհանը։ Սկզբից ռեհանը, հետո մնացած։ Հա։ Ինչպես ասես։ Մի հատ թող այդ հոտը գա, էլի կպատմենք։ Ափսոս մենք չենք կարողանա փոխանցել այս բույրը, բայց դե արդեն սկսեց։ Զգացիր տարբերությունը մի անգամից։ Ես եթե ինչ-որ մի բա երկար լռեմ, ինձ հետ բեր, ուրեմն գնացել եմ մանկություն։ Օ, հետաքրքիր է։ Իրականում իմ տաղավարում հետաքրքրորեն մարդիկ գնում են իրենց մանկություն եւ շատ հաճախ, գիտես, օրինակ, միջև դա չեն հետաքրքրվել իրենց արմատների, ասիկան առաջին երկու ճյուղերն իմացել են, դրանից հետո չեն հետաքրքրվել։ Իմ հաղորդաշարը ճակերտավոր ստիպել է լավ իմաստով գտնել այնպիսի նյութեր իրենց տոհմի մասին, որ վերջում շնորհակալություն էին հայտնում, որ օգնել է հաղորդաշարը, որ իրենք իրենց արմատ խորանան, այնպես որ արմատների հետքերով հենց այնպես չի ասված իմ հաղորդաշարը։ Այո, այո։ Ստացվում է ձեզ մոտ, Վահե ջան, լրիվ ճիշտ ուղղության վրա եք ու շատ կարևոր է, որ մարդը մանավանդ ավելի շատ այս ընթացքում որպես երիտասարդ ասեմ, որ երիտասարդներս մենք, ես էլ բոլորի հետ այս ուղղությունը շատ խորանանք ու շատ պահենք էլի։
Բարի։ Ու գիտես ինչ, մեր մեծերն էլ են իրանց այս ֆոնի վրա լավ զգում։ Երբ որ տեսնում են, որ իրանցից հետո ոնց որ ապահովության զգացողություն լինի։ Այո, շարունակության Իրանք զգում են, որ իրանց եւ Բաղադրատոմսերը, եւ Նիստուկացը, եւ շատ բաներ, որոնք որ հարգելի է ու ցավով եմ ասում, բայց վերանում է, իրանք տեսնում են, որ ինչ որ օղակ կա, որ պահում է այս ամեն ինչը, գնահատում է, սիրում է ու պահում է։ Սիրուն ու համով ընթաց կա։ Միանշանակ հասկացողների համար։ Եկե հոտը առնողների։ Այո։ Արման ջան, ինձ կհուշես ցիտրոնը մենք հիմա ենք ավելացնում թե վերջում։ Քանի որ տատիկի բաղադրատոմսն է եւ ինձնից լավ գիտես, ասա ինձ ընթացքին։ Ցիտրոնը կարանք կեսը հիմա ավելացնենք, կեսը վերջում համեմ ավելացնելու ենք։ Արի ցիտրոնը ամեն դեպքում ավելացնենք հիմա, թող լինի այն տատիկի մեթոդով ոնց որ ռեհանը արեցինք։ Եվ հետո ինչն ենք ավելացնելու, երևի միսը եւ կարտոֆիլը միասին, հա։ Սկզբում մի քիչ ավելա, չէ, սա եռալուց ենք լցնելու, սկզբում մի փոքր ավելացնում ենք արգանակ, բայց բոլորը չէ, ասենք։ Բարի։ Լավ է, հերիքա, ահա։ Ինքը մի փոքր այդպես արգանակը տաքանալու է միասին, հետո ավելացնելու ենք կարտոֆիլը ու ամբողջ արգանակը։ Հետաքրքիր է որ ընթացքը, այ որ խոհարար է լինում իմ հաղորդման հյուրը միանգամից հետաքրքիր ձևով երևում է, դա ինչու որովհետև ընթացակարգով փորձում է տանել ճիշտ ուղով։ Համ սիրում եմ այս ընթացակարգով գնալը, համ էլ չեմ կարա չասեմ, որ ներսումս միշտ եղել է իմպրովիզացիան ու հենց խոհանոցում։ Հաղորդաշարներից հետ մեկի ժամանակ քո հյուրերից մեկը էլի ասում է, որ ինքը ստեղծագործության հետ ուղիղ կապ ունեցող բան է այս ոլորտը ու ես ուղիղ չեմ կարող իրականում չեմ կարող sense տարբերություն դնեմ արվեստա մասնագիտությունը արհեստա sense կարող եմ բոլորը տեղավորել դրանց երկուսի խաչմերուկն է հա ինչ որ տենց մի տեղում ենք ու իմպրովիզացիան ըստ ինձ պարտադիր է հա եթե չստեղծագործես ամեն անգամ չգիտեմ ճակերտավոր նույն բանը անես իհարկե բաղադրատոմսը նույն է բայց այն չափաբաժինը որ դու ամեն անգամ դնում ես իր մեջ այս անգամ մի հատ ռեհանի ճյուղ դրեցիր վրան հաջորդը համեմի ինչ որ ճյուղ այդ արդեն ինչ որ բան փոխում է հիմա տեսնենք մեր լիմոնը ինչա փոխելու մենք արդարացնում ենք էլի մեր այսօրվա լիմոնի դերը կարտոֆիլը կփոխանցես ինձ թվում է արդեն լցնելու է հիմա տոմատն էլ հետը պետքա տապակենք հետո ես ոնց որ այն ժամանակ չասացի մտքով արել էի բայց բառացիորեն չասացի կիտրոնի օրինակ է հա ստեփ մի բան լավ ասա ինձ ինչքան ավելացնեմ ամբողջը ավելացնում ենք թթու չի լինի չէ տոմատը պետքա թողենք որ լավ եփվի հենց ձեռը թողնի կարող փոխեմ քեզ ես կարող խառնեմ ինքը պետքա լավ եփվի Արման ջան երկրորդ մասնագիտությունդ ինչպես ես ընտրել դու ասացիր արտակարգ իրավիճակներում որպես այսինքն փորձագետ թե օգնական խումբը որտեղ սովորել եմ հրշեջ փրկարարների խումբ ա եղել իսկ աշխատել ես երբևիցե չէ երբևիցե չեմ աշխատել բայց կյանքում իրավիճակներ եղել են որ Կարամ նշեմ, որ որպես աշխատանք դիտարկեմ, որտեղ դեպքեր, չէ, խոհանոցից դուրս։ Լավ է, որ խոհանոցում արտակարգ իրավիճակների ականատես չեմ եղել, դրսում եղել են դեպքեր, որ շատ ուղիղ կապ եմ ունեցել կամ առնչվել եմ նման իրավիճակի ու փառք Աստծո, որ այդ պահին ունեի տվյալ գիտելիքը, որ այդ պահին օգնեց ոչ միայն ինձ կամ այդ մարդուն, այլ ներկաներին։ Այս մասով հետարքիր է իմ համար այդ ոլորտը միշտ է հետարքիր եղել ու ըստ երևույթի հիմա չեմ աշխատում այդ ոլորտում բայց թեմատիկ ինչ որ դասեր, կուրսեր, եթե կամ ինչ որ ծրագրեր որ լինում է, չեմ կարող անտարբեր անցնեմ, էլի։ Իմ համար ինքը ամեն դեպքում հետարքիր է։ Դե վերջի այդ մարդուն ում որ փրկել ես պիտի կարողանաս հաց տաս։ Ընդհանուր կա, էլի։ Հոգեբանական աջակցություն, չէ՞։ Պետք է միայն հոգեբանականը պետք է կարողանաս տնավարի հացել տաս, չէ՞։ Երեխան որ լաց է լինում, իրեն տալիս են հաց, որ ձենը կտրի։ Կոպիտ հնչեց ձենը կտրելը, բայց դե այդպես է։ Էնպես որ օգնեք։ Իրականում մի հարց եմ ուզում քեզ ուղղել կապված խոհանոցի եւ փրկարարի հետ կապված, երբ որ այրվում է ձեթը, այն հրդեհը, ինչ անել։ Կախված թե թավայիդ մեջ ինչ է, եթե նենց բան ես պատրաստում, որ քո կամքով այրվե, լավ է։ Չէ, այդ չէ։ Կոնյակով օրինակ այրման process-ը չէ։ Այդ չէ։ Բռնկվել է։ Օրինակ շատ հաճախ լինում է որ ձիթայողը շատ տաքանում է
կարտոֆիլի մի հատ գցում ես ու տունը էլ չկա։ Այդ տարբերակը։ Դե դա ջրի արգայության պատճառով է, այդ ճտոցը, կարտոֆիլի ունեցած այդ հեղուկ մասայի ու կարող է եւ թավանթած լինի, ասենք, հա, այդ պատճառով է, այդ ժամանակ ճիշտ չի, խոր չի տրվում, միանգամից թավան պահել ջրի տակ, որովհետեւ այդ զեթի հետ շատ վատ հետևանք կարող ունենա ու կարող նաև այվասներ լինի, որ կարելի է ուղղակի գազի դնել այս կողմ կամ բերանը փակել։ Եթե դու կրակի մասին ես նկատի ունես, հենց որ թավան վառվում է, ասենց, այդտեղ պետք է հրշեջ կանչել։ Հա, լավ միտք է։ Բայց ինձ թվում է այդ պահին ավելի արագ process-ը, ձեթի այրման գործընթացը, հա, նվազեցնելը կամ արգելակելը, կափարիչի փակելու զուտ նշված process-ներ, եւ եթե ճիշտ եմ, ինձ հուշիր, ասում են, որ պետք է նաեւ սոդա ավելացնել այդ ամեն ինչի մեջ։ Չեմ փորձել, ճիշտն ասած, չեմ խոստանում, որ կփորձեմ։ Ես փրկարար ծառայություններից մեկի էջում եմ տեսել նման բան, իհարկե, չգիտեմ ինչքանով է ազդում կամ օքեյ թե չէ։ Հետևաբար, որպես խորհուրդ սա չեմ հնչեցնում, իհարկե, միայն կարող եք ուղղակի օդի մուտքը արգելել եւ վերջ, հրդեհը ուղղակի կափարիչով փակում եք։ Դա կարելի է գազնե գոնե փակել։ Ասենք էլի։ Այդ մասնագիտական նյուանս է։ Ես խի սոդան խորհուրդ չեմ տա, որովհետեւ եթե սեղանի վրա դրած լինի սոդա արտակարգ իրավիճակի համար ու աղ հացի համար, ես չեմ խոստանում, միգուցե տնտեսուհիները այդ պահին խառնել ու այտենց արդյունքում չվարվի, բայց սոդատունը չլինի, գնա հարևան Օլյա տատի տնից սոդա բերելու, կոֆեն ստեն խմեն, այնտեղ տունը հրդեհ այրվում, ասենց։ Խոսքով լավա որ մեր թավային ուշադիր լինենք ասնի, քան սոդա պահենք։ Ինձ կասես արդեն կարտոֆիլ կարող ենք ավելացնել։ Մի քիչ էլի թող տապակվի, Վահե ջան։ Ուրեմն հարգելի հեռուստադիտող, հիմա Արմանը կհուշի թե ինչ ենք անելու, քանի որ այստեղ մենք սոխառածը պատրաստեցինք, ավելացրեցինք տոմատը, բավական երկար տապակեցինք, ինչ ենք անում հաջորդական, որ մենք արդեն դնենք գազին ինքը ամբողջությամբ եփվի։ Ուրեմն ավելացնում ենք արգանակը մնացած։ Ես ընթացքում նաև այդ process-ը կանեմ, որը որ կհասցնենք։ Արգանակն ենք ավելացնում ենք կարտոֆիլը, կարտոֆիլից հետո ավելացնում ենք ջուր, որ ծածկի կարտոֆիլի զանգվածը։ Հենց որ եռում է, այդ ժամանակ ավելացնում ենք միսը եւ պղպեղները։ Վերջում մատուցելուց կտրատում ենք համեմը, թարմ կանաչին, դա վերջում կարանք ասենք։ Ինձ թվում է այս process-ը մենք իրականացնենք եւ կհանդիպենք, երբ որ արդեն պատրաստ կլինի։ Սիրելի հեռուստադիտող, մենք վերադարձանք, այստեղ աննկարագրելի գունային եւ համային բազա է տարածված։ Արման, ինչ ենք պատրաստել։ Պատրաստել ենք յախնի։ Այո։ Մշեցիների յախնին, որը որ յուրահատուկ մի ապուր է, որտեղ թանձրությունը, մսի բույրը եւ մնացած արգանակը իրենն ասում է ամեն դեպքում։ Ու մուճան, իշի մեջ էլ էստա կարտոլ դնես, համով կլինի։ Հաստատ։ Արման ջան, մենք այնքան խոսեցինք, այնքան հաճելի զրույց ունեցանք, մոռացանք, որ դու արդեն ֆուդ բլոգեր ես։ Արմանը ֆուդ բլոգեր է եւ սկսել է իր ֆուդ բլոգերությունը շատ հետաքրքիր ազգային նյուանսով, յուրահատուկ խոհանոցով, որոնք տանում են դեպի ամբողջ Հայաստանի խոհանոց կարծում։ Մի երկու բառով դրա մասին խոսենք եւ գնանք հաց ուտելու։ Երկու բառով ասեմ, որ մեր համար շատ ուրախանալիք է, երբ որ մենք կարողանում ենք հասցնել մարդկանց այն, ինչը որ ի սկզբանե մեր ներսում եղել է, որ մենք ուզում ենք ուտելիքի հետ, բաղադրատոմսի հետ մատուցել նաև ուրախությունը, մատուցել նաև ճիշտ արժեհամակարգ, մեծերին հարգելու արժեքներ, բնությունը ու մեր շրջապատում եղած ամեն բանը գնահատելու արժեքներ, այս է մեր նպատակը ու ունենալով սենց արդյունք հասկանում ենք, որ նաև ինչ որտեղ պահանջված էլ ու ցանկալի է մեր ժողովրդի համար սա։ Շնորհակալ եմ շատ։ Մենք եթերից դուրս կճաշակենք միանշանակ, որովհետև սրան դիմանալ չի լինում։ Հա, ես էլ չեմ կարող ախպեր, ես գնացի։ Մենք էլ, ցտեսություն։ Մշեցիների խոհանոցը յուրահատուկ է իր բաղադրատոմսերով ու համերով բույրով։ Ես չեմ կարող նկարագրել, թե ինչպիսի բույր է այստեղ տարածվել։ Դե ինչ, շնորհակալ ենք Արմանին իր յուրահատուկ բաղադրատոմսի համար։ Կհանդիպենք հաջորդ եթերին։ Ձեզ հետ էր Վահե Սեման, հացն ու գինին, տեր կենթանին։